Հիսուս ինչ էր անում, երբ որ մարդկանց բերում են իր մոտ։ Առաջին հարցն էր. հավատում ես, որ ես կարող եմ քեզ բժշկել։ Հավատում ես, որ ես կարող եմ։ Եթե մարդը չհավատար, Հիսուս չէր կարող։ Հիսուս չի կարող որևէ մարդու սրտի դուռը կոտրել, ներս մտնել եւ այնտեղ թագավորել։ Մեր սրտի դուռը դեռ ինչ ասում, ես կանգնած եմ դրան առջև բախում եմ, ով որ բացի, ներս կմտնեմ, նրա այդ սեղան կնստեմ։ Ուրեմն այդ դուռը դրսից բռնակ չունի, որ Հիսուս բացի։ Մարդը ինքը ներսից պիտի բացի։ Դուռը բացողը մարդը ինքը պիտի բացի եւ Հիսուսին հրավիրի իր կյանքի մեջ։ Եվ եթե մարդը հավատքի կյանքը միայն տեսականորեն է հավատում, բայց գործնական կյանքի մեջ չկա, չի կարող այդ իրական հավատք լինել։ Դրա համար Հակոբոս Սարակյանը 3 կրկնազատիկներ, չէ՞։ Ամբողջ խորհուրդը դրա մասին է, որ դու նոր մարդ պիտի դառնաս, հավատալով նոր մարդ պիտի դառնաս։ Մենք հավատում ես, դևերն էլ են հավատում, Սատանան էլ է հավատում, որ Աստված կա։ Ինձանից շատ, քեզանից շատ, բոլորից շատ վախենում են, բայց հակառակն է միշտ գործում։ Դու քո գործերով պիտի ապացուցես, որ դու քրիստոնյա ես։ Եթե քո կյանքը ասում ես, ես քրիստոնյա եմ, բայց գործ չկա, ինձ համար դա նույնն է, որ ամպը գալիս է, ամպի նպատակ առաքելությունը անձրևն է։ Եթե ամպը անձրև չի բերում, ինքը ընդհանրապես լույսի ճանապարհն է փակում։ Մենք լույսը չենք կարողանում տեսնել։ Այնպես էլ քրիստոնյան, ինքը ասում ես հավատում եմ, բայց այդ հավատքը չի ապրում, այդ կյանքը չկա, ինքը պարզապես ուրիշների ճանապարհն է փակում Քրիստոսին հասնելու համար։